Մանուկներու Սուրբ Գիրքը կներկայացնե Նոյը եւ մեծ ջրհեղեղ։ Նոյը աստվածապաշտ մարդ մըներ, մնացյալ մարդիկը կատեին եւ անհնազանդ էին Աստծո։ Օրը Աստված սարսափելի բան մը ըսավ. Ես պիտի կործանեմ այս չար աշխարհը, ըսավ Աստված։ Միայն քու ընտանիքդ պիտի ազատվի։ Աստված զգուշացուց Նոյին ըսելով, որ մեծ ջրհեղեղ պիտի գա եւ ծածկե ամբողջ աշխարհը։ Մեծ տախտակետապան մշինե, որ մեջը բավե քու ընտանիքդ եւ անասունները, հրամայեց Նոյին։ Աստված Նոյին տվավ ճշգրիտ ցուցմունքները։ Նոյ գործի անցավ։ Ժողովուրդը Նոյին վրա կծիծաղեին, երբ Նոյ անոնց կբացատրեր, թե ինչու կշինե այս նավը։ Նոյ շարունակեց շինել, ան նաև շարունակեց ժողովուրդին խոսիլ Աստծո մասին։ Որևէ մեկը մտիկ չէր ըներ անոր։ Նոյ մեծ հավատք ուներ, ան Աստծո կհավատար, թեև տակավին անձրև չէր տեղացած ատկե առաջ։ Արդեն նավը պատրաստ էր եւ պետք էր մեջը ապրանքները լցնել։ Հիմա հասան անասունները։ Աստված կարգ անասուններեն 7-ական բերավ եւ ուրիշներեն 2-ական, մեծ եւ պստիկ թռչուններ։ Պստիկ եւ երկարահասակ գազաններ բոլորին ալ դեպի տապան կուղեին։ Թերևս ժողովուրդը անարգական խոսքեր կուղեր Նոյին, երբ անասունները կառաջնորդեր դեպի նավ։ Անոնք երբեք չէին դադրեր Աստծո դեմ մեղք գործելը, անոնք չէին խնդրեր տապանին մեջ մտնել։ Վերջապես ամեն անասունները եւ թռչունները նավ ելան։ Տապան ելիր, հրավիրեց Աստված Նոյին, դուն եւ քու ընտանիքդ։ Նոյ, իր կինը, իր 3 տղաքը իրենց կիներով մտան տապան, հետո Աստված գոցեց տապանին դուռը։ Ետքը անձրև սկսավ, սաստիկ ջրհեղեղ, որ աշխարհը ծածկեց 40 օր եւ 40 գիշեր։ Ջրհեղեղին ջուրերը ծածկեցին քաղաքները եւ գյուղերը։ Երբ անձրևը դադրեցավ, նույնիսկ լեռներ ջուրերով ծածկված էին։ Ամեն ինչ, որ օդ կշնչեր, մեռած էր։ Ջուրերը երբ բարձրացան, տապանը կծփար անոր երեսը, կժնարը լալ, որ ներսը մութ էր, թերևս անհանգիստ եւ թերևս ալ վախնալիք, սակայն տապանը պաշտպանեց Նոյը ջրհեղեղեն։ 5 ամիս ջրհեղեղեն ետքը Աստված չոր հով խրկեց։ Կամաց տապանը հանգչեցավ Արարատ լեռանգագաթը։ Նոյ ագռավը եւ աղավնիմը արձակեց տապանին պատուհանեն։ Աղավնին չգտածը լալով 4 ցամաք հանգչելու համար ետ դարձավ Նոյին։ 1 շաբաթ ետք Նոյ նույն փորձը կրկնեց։ Այս անգամ աղավնին դարձավ կտուցովը ձիթապտուղի տերև բռնած։ Հաջորդ շաբաթը Նոյ գիտցավ, որ աշխարհը չոր է, որովհետև աղավնին ետ չդարձավ։ Աստված ըսավ Նոյին, որ տապանեն դուրս գալու ատենն է։ Նոյ եւ իր ընտանիքը սկսան տապանը պարպել անասուններեն։ Նոյ շատ շնորհակալ եւ երախտապարտ կզգար։ Անխորան մշինեց եւ սկսավ պաշտել Աստծո, որ ազատեց իրեն եւ իր ընտանիքը սարսափելի ջրհեղեղեն։ Աստված Նոյին հրաշալի բան մը խոստացավ։ Ան խոստացավ նորեն ջրհեղեղ չղրկել, որ մարդկությունը դատե իրենց մեղքերուն համար։ Վերհիշեցնելու համար իր խոստումը Աստված մեծ նշան մը տվավ։ Ձիածանը Աստծո նշանն էր իր խոստումին։ Ջրհեղեղեն ետք Նոյ եւ իր ընտանիքը նոր սկիզբ մը սկսան։ Ժամանակ մը ետք Նոյի որդիները եւ անոնց որդիները լեցուցին աշխարհը։ Բոլոր երկրները սկսած են Նոյեն
և անոր բոլոր զավակներեն։ Ամեն։ Աստված գիտե, թե շատ գեշ բաներ ըրած ենք, որոնք ինք մեղք կկոչե։ Մեղքին պատիժը մահն է։ Սակայն Աստված այնքան մեզ կսիրե, որ իր որդին Հիսուսը մեզի ղրկեց, որպեսզի խաչին վրա մեռնի և մեր մեղքերուն համար պատժվի։ Ետքը Հիսուս համբարձավ և դրախտ իր տունը բարձրացավ։ Եթե կհավատաս Հիսուսին և իր մեկը պահանջես, որպեսզի ներե քեզի ու քու մեղքերուդ համար, ան կներե, ան կուգա և մեջդ կբնակի, իսկ դուն հավիտյան իր հետ։ Եթե կուզես մեղքերեդ ազատիլ, հետևյալը ըսե Աստծո. Տեր Աստված, ես կհավատամ, որ Հիսուս մահացավ ինձի համար, և հիմա ան անգամը ևս կապրի, կաղաչեմ, որ գաս իմ կյանքիս մեջ և ներես բոլոր մեղքերս, որպեսզի կարենամ նոր կյանք մը ապրիլ և օրը հետդ ըլլամ հավիտյան։ Օգնիր ինձի, որպեսզի քեզի համար ապրիմ, քու որդիիդ պես։ Ամեն։ Կարդա Սուրբ Գիրքը և ամեն օր Աստծո հետ խոսիր։ Հովանու 3:16 Նոյը և մեծ ջրհեղեղ։ Աստծո խոսքեն պատմութիւնը Սուրբ Գիրքը կգտնվի հետևյալին մեջ. Ծննդոց 6:10 Քու խոսքիդ մուտքը լույս կցոլանե։ Սաղմոս 119 մաս 130 Հեղինակ Էդվարդ Հյուս կկարդա Արեգնազան Ավետիսյանը Ինտերնետային հասցեն www.bibleforchildren.org